Լիլի Մորտոն հրապարակել է տեսանյութ ու գրել. Մայր ու դուստր, ռիմային էլ սովորեցինք հայկական պարել։ Վերջինս տեսանյութում պարում է ամուսնու աղջկա հետ։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Լիլի Մորտոն մայր է դարձել։ Այնուհետև երեխայի 40-ը վերջիններս որոշել էին մեծ շուքով ու ուրախությամբ նշել։ Հենց տվյալ միջոցառման ժամանակ էլ Լիլի Մորտոն անմոռաց պարում է ռիմայի հետ։ Ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Երգչուհի Լիլի Մորտոն բավականին սիրված է հանրության կողմից, նրա մասնակցությամբ ցանկացած հրապարակում ակտիվորեն տարածվում է համացանցում, դե իսկ վերջին շրջանում Լիլին մայրացավ, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց մոդելի կյանքում։ Լիլի Մորտոն եւ ամուսինը շքեղխնջույք են կազմակերպել, նվիրելով իրենց դստերը Ավրորային, նրանց շուրջն են հավաքվել մտերիմներ, բարեկամներ, հարազատներ, ովքեր գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ կադրերը ձեր ուշադրությանը հաջորդիվ առանց մեկնաբանության։ А, что это? Арбуз. Вай, какой арбуз, какая девочка. Ой. Аврора спит, мы кайфуем. Да, кстати, Аврора, смотрите, спит, пока спит. Два часа уже спит, мы успели кофе попить. Сейчас арбуз будем кушать. Отдыхаем чуть-чуть, разговариваем с Римкой, пока наша девочка спит. Ой. Рима, вкусно? Угу. Да. Аврора бы оценила, но сейчас не может. Да. Давай. Чик. Смотрите, Ремон, Тёма ананасов, ананасок осарки. Тёма, спасибо. Папа и дочка кайфуют. А я что делаю? Я мучаюсь. Читон хангис. Мама меня хангис ми бана не чаратитин. Чаратитин. Я говорю, копать мама и почить. Читон мама хангис. Մի բան անի, մի բան վայրի, հիմա խճիկը։ Պա, բա ինչ կանեք։ Վայլեք։ Да, настоящая. Это не куколка, это куколка, маленькая куколка. Моя сестренка, привет, Авророчка, привет. Прости, что раньше не успела приехать. Смотри, смеется чуть-чуть, видишь? Как будто чуть-чуть смеется. Да. Смотри, видишь? От твоего голоса смеется. Аврора? Աջան, աչիկս պապայի դուրս եկել առաջին անգամ անգահել է նայեք։ Լաչիչ։ Արորկա։ Պապա դուրս եկել։ Արորոչկա հետ մանգա, արորոչկան էլ պապայի հետ։ Առաջին անգամ։ Մուկիկը սկսել է լացել, չթողեց էլի մի քիչ մանգանք։ Պապան գրկել է հանգստացել է նայեք։ Հանգստացա՞ր։ Պապա ձեռը միշտ հանգիստ է, միշտ։ Սենց են գնում, պապա։ Նորաթուղ հայրիկը։ Ինչու՞ ես եկալս տանիշ մնաս, հա։ Ինչ դեռ։ Ինք ուզում է պապայի մոտ, պապայի ձեռքերի վրա, հա։ Չի մորսի։
Փոքր մուկիկ ես։ Դու մուկիկ ես։ Լոլո, այլ քույքին պես։ Լոլոս, քույքն այ մաչիկ։ Լոլոսկա։ Քույքն այ մաչիկը շա։ Լոլո։ Լոլոսկա, այլ քույքին սիրիալի։ Այլ քույքին պուպուսյալա, կյանքը սյալի։ Լոլոս։ Գիտենք պապան ինչ անով իրոն, որովհետև ինքը ոնց որ որոշել է իմ համար կոլեկցիա հավաքի, եթե իհարկե ճիշտ եմ, հասկանում ճիշտ եմ գուշակել, տեսնենք ինչ է, շատ սիրուն է, վաու, շատ սիրուն է, ես սա տեսել էի ճիշտ ասած, ինձ իրա դիզայնը շատ դուր եկել, շատ սիրուն է նայք, սա էլ շիշը դնելու համար է։ Պապայի հետ նստած խմում է, նայք։ Հիմիկվանից պապան սովորացնում է իրան խմել։ Այ։ Ասոտի կոպարի բերած ծաղիկներն են։ Հələ միա չրա ռուսի քիթի կնայք, էլի հեսյա ռուսի քիթի կնայք։ Էսյուն քիթի կինա քասե, ռուսի քիթիկը։ Ոնց որ օպերացիա արածն այնքան բարձր է։ Օպերացիա արած ծնվել է իմ մաչիկը, նայեք, ռուսի քիթիկով, ջքած աչքերով, բանջիկ բրոսներով, ինքը արդեն հենց վիրահատած ծնվել է, պապան փորիկ մեծ վիրահատություն արել իրան։
Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 5 միլիոն դիտումը դա արդեն շատ լավ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ-որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ-որ երգեր կամ, չգիտեմ, ինչ-որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։